Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետ հաշվարկն է, շրջանաձև խաղ այս խմբի համար վերջին խաղը։ Այսօր մեր հետ խաղում են Ջրաբերդ և Էրրոր 404 թիմերը։ Ներկայացնեմ թիմերին և թիմերի կազմը։ Ջրաբերդ, Գասպարյան Նարեկ, Բալայան Արթուր, Ջիվանյան Մխիթար, Բաղդասարով Ալյանը և Սարգսյան Իլոնա։ Էրրոր 404 Արթուր Արաքելյան, Հրանտ Ցականյան, Գրետա Աբրահամյան և Վլադիմիր Մարտիրոսյան, Իզաբելլա Սարգսյան։ Ինչպես գիտենք, խաղի կանոնները չեն փոխվել։ Յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ, 5-ական խաղացողներով։ Տրվում են հարցեր։ Հարցերին պատասխանելու համար դուք ունեք 1 րոպե ժամանակ։ 2 անգամ լսելու եք ձայնային ազդանշաններ։ 1 անգամ 10 վայրկյան մնացած և 1 անգամ 1 րոպեն ավարտվելուց հետո։ Ձեր պատկերացրած պատասխանը առաջին ձայնային ազդանշանից հետո պետք է գրեք ձեր առջև դրված գրատախտակին։ Ճիշտ պատասխան է հաշվելու գրատախտակի վրա գրված առաջին պատասխանը։ Եթե ձեր բանավոր պատասխանը և գրատախտակի վրա գրված պատասխանը իրար հետ չհամապատասխանեն, ապա ընդունելի պատասխան է լինելու իմ համար գրատախտակին գրված առաջին պատասխանը։ Ցանկացած միավորի դիմաց թիմը լքելու է 1 խաղացող, թե ով է լքելու խաղը որոշելու ենք վիճակահանության միջոցով։ Թիմի ավագը 1 անգամ ունի վետոյի իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Եթե չեք ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, վիճակահանությունը կազմակերպում ենք ևս 1 անգամ։ Եթե թիմի ավագը չի օգտվում վետոյի իրավունքից, ապա այն անցնում է ողջ թիմին։ 4-4 հաշվի դեպքում խաղում ենք մինչև առաջին ճիշտ և սխալ պատասխանը։ Սրա խաղի կանոնների մասին։ Մինչև խաղին անցնելը հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղամրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հաջողություն եմ մաղթում թիմերին, հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Չիլիական հորինված չոնչոն թռչող կենդանին մարդու գլխի տեսք ունի։ Իսկ ինչն է որպես թևեր նրան ծառայում։ Չիլիական հորինված չոնչոն թռչող կենդանին մարդու գլխի տեսք ունի։ Իսկ ինչն է նրան որպես թևեր ծառայում։ Իհարկե, չիլիական հորինված չոնչոն թռչող կենդանին մարդու գլխի տեսք ունի։ Իսկ ինչն է որպես թևեր նրան ծառայում։ Ժամանակ։ Սկսենք Էրրոր 404 թիմից։ Ձեռքի ափը։ Ձեռքի ափը։ Դաստակների ափը։ Իսկ մեր կարծիքով ականջները։ Ականջները։ Չիլիական հորինված չոնչոն թռչող կենդանին մարդու գլխի տեսք ունի։ Որպես թևեր ծառայում են ականջները։ 1-0։ Եվ Ջրաբերդը լքում է Բաղդասարյան Լիանան։ Խաղի հաշիվն է 1-0, ուշադրություն հարց։ Ավելի քան 100 տարի առաջ Ուսլարը գրել է, որ այժմ կարելի է հաստատապես ասել, որ հին աշխարհի լեզուների մեծ ընտանիքներին, հնդեվրոպական, սեմական, քուշիթական և ուրալ-ալթայական, պետք է միանա ամբողջովին անկախ ընտանիք, որի լեզուները, չնայած զարմանալի բազմազանությանը, խորապես կապված են։
ինչն էին այն ժամանակ անվանում լեզուների լեռ։ Ավելի քան 100 տարի առաջ Հուսլարը գրել է, որ այժմ կարելի է հաստատապես ասել, որ հին աշխարհի լեզուների մեծ ընտանիքներին, հնդեվրոպական, սեմական, քուշիթական եւ ուրալ-ալթայական պետք է միանա ամբողջովին անկախ ընտանիք, որի լեզուները, չնայած զարմանալի բազմազանությանը, խորապես կապված են։ Ինչն էին այն ժամանակ անվանում լեզուների լեռ։ Ասվարկեմ։ Ժամանակ։ Այս անգամ սկսենք Ջրաբերդից։ Ենթադրում ենք, թե Բաբելոնյան աշտարակ։ Բաբելոնի աշտարակ։ Ավելի քան 100 տարի առաջ Հուսլարը գրել է, որ այժմ կարելի է հաստատապես ասել, որ հին աշխարհի լեզուների մեծ ընտանիքներին, հնդեվրոպական, սեմական, քուշիթական եւ ուրալ-ալթայական պետք է միանա ամբողջովին անկախ ընտանիք, որի լեզուները, չնայած զարմանալի բազմազանությանը, խորապես կապված են։ Ինչն էին այն ժամանակ անվանում լեզուների լեռ։ Խոսքը Կովկասի մասին է։ 1-0 ուշադրություն հարցը։ Քչերը գիտեն, որ Պոտոսիայում, Բոլիվիայի շրջան 16-ից 18-րդ դարերում 8 ռեալանոց մետաղադրամը շատ տարածված էր։ Այս մետաղադրամը մեզ չի հասել։ Պատկերացրեք, թե ինչպես է այս մետաղադրամը նշված եղել այն ժամանակվա հաշվապահական գրքերի մեջ եւ պատասխանեք, թե ինչ է մնացել այս մետաղադրամից։ Կարդում եմ նորից։ Քչերը գիտեն, որ Պոտոսիայում, Բոլիվիայի շրջան 16-ից 18-րդ դարերում 8 ռեալանոց մետաղադրամը շատ տարածված էր։ Այս մետաղադրամը մեզ չի հասել։ Պատկերացրեք, թե ինչպես է այս մետաղադրամը նշված եղել այն ժամանակվա հաշվապահական գրքերի մեջ եւ պատասխանեք, թե ինչ է մնացել այս մետաղադրամից։ Ինչ է մնացել այս մետաղադրամից։ Ինչ է մնացել այս մետաղադրամից։ Ժամանակ։ Սկսում ենք Error 404-ից։ Ռեալ անվանումը։ Ռեալ անվանումը Անվերջության նշանով հաշվապահական հաշվեկիչ։ Հասկանալի է ձեր պատասխանները։ Քչերը գիտեն, որ Պոտոսիայում 16-ից 18-րդ դարերում 8 ռեալանոց մետաղադրամը շատ տարածված էր, այս մետաղադրամը մեզ չի հասել։ Պատկերացրեք, թե ինչպես է այս մետաղադրամը նշված եղել այն ժամանակվա հաշվապահական գրքերի մեջ եւ պատասխանեք, թե ինչ է մնացել այս մետաղադրամից։ Խոսքը դոլարի նշանի մասին է։ Մենք ճիշտ պատասխան չունենք։ Ուշադրություն հարց։ Պոկեր կարելի անել ոչ միայն համանուն թղթախաղում, այլև ֆուտբոլում։ Իսկ ինչ պետք է անի ֆուտբոլիստը պոկեր անելու համար։ Լավ է, որ երկու թիմերն էլ ֆուտբոլից լավ են հասկանում, դրա համար ես ժամանակը կանգնեցնում եմ եւ այս անգամ սկսում ենք Ջրաբերդից։ Խփի 4 գոլ։ 4 գոլ խփի։ 4 գոլ խփի։ Պոկեր կարելի անել ոչ միայն համանուն թղթախաղում, այլև ֆուտբոլում, իսկ ինչ պետք է անի ֆուտբոլիստը պոկեր անելու համար։ Մեկ խաղում նա պետք է 4 գոլ խփի։ 1-2։ Գրետա Աբրամյանը Օգտվում ենք վետոից։ Օգտվում եք վետոից։ Վլադիմիր Մարտիրոսյանն է լքում խաղը։ Լյուանյան Մխիթարը
Սիրելի հեռուստադիտողներ, հարգելի գիտակներ, նկարով հարց։ Մանկությունից հայտնի որ կերպարներն են ներկայացված այս մինիմալիստական պոստերում։ Ոնց որ մինիմալիստական պոստերներից են լավ հասկանում թիմերը, պատասխան ունեք երկուստ էլ, համոզված պատասխան ունեք, շատ լավ, ես կանգնեցնում եմ ժամանակը և սկսում ենք ես անգամ էրոր 404-ից Չեբուրաշկան և կոկորդիլոս գենան և կոկորդիլոս գենան Կոկորդիլոս գենան և չեբուրաշկան 4 գոլ խփել 4 գոլ, չէ, հետաքրքիր զուգատիպություն է։ Այո, կոկորդիլոս գենան և չեբուրաշկան են պատկերված և խաղի հաշիվը դառնում է 2-3։ Սարգսյան Իլոնան է խաղալքում և Առաքելյան Արթուրն է հեռանում։ Խաղի հաշիվն է 3-2 ուշադրություն հարց։ Դա կարծես պատ լինի, որը հառնում է իմ ու շրջապատի միջև։ Կարծես այն դռան բանալի լինի, որն ինձ առանձնացնում է մյուս մարդկանցից, ու այդ բանալին հաճախ խափանվում է կողպեքի անցքի մեջ։ Դրա պատճառով ես ոնց որ վանդակի ճաղերին փող թռչուն լինեմ։ Ինչի մասին է այսպես արտահայտվել ճապոնացի գրողի գրքի հերոսը։ Դա կարծես պատ լինի, որը հառնում է իմ ու շրջապատի միջև։ Կարծես այն դռան բանալի լինի, որն ինձ առանձնացնում է մյուս մարդկանցից, ու այդ բանալին հաճախ խափանվում է կողպեքի մեջ։ Դրա պատճառով ես ոնց որ վանդակի ճաղերին փող թռչուն լինեմ։ Ինչի մասին էր այսպես արտահայտվել ճապոնացի գրողի գրքի հերոսը։ Մի անգամ էլ Դա կարծես պատ լինի, որը հառնում է իմ ու շրջապատի միջև, կարծես այն դռան բանալի լինի, որ ինձ առանձնացնում է մյուս մարդկանցից, ու այդ բանալին հաճախ խափանվում է կողպեքի անցքի մեջ։ Դրա պատճառով ես ոնց որ վանդակի ճաղերին խփող թռչուն լինեմ։ Ինչի մասին է այսպես արտահայտվել ճապոնացի գրողի գրքի հերոսը։ Սկսենք ջրաբերդից։ Ըստ մեզ դա հաշմանդամության սայլն է։ Պարզ է ձեր Ճաշակ Ճաշակ։ Դա կարծես պատ լինի, որ հառնում է իմ ու շրջապատի միջև, կարծես այն դռան բանալի լինի, որն ինձ առանձնացնում է մյուս մարդկանցից, ու այդ բանալին հաճախ խափանվում է կողպեքի անցքի մեջ։ Դրա պատճառով ես ոնց որ վանդակի ճաղերին խփող թռչուն լինեմ։ Խոսքը կակազելու մասին է, մենք ճիշտ պատասխան չունենք, 3-2 ուշադրություն հարց։ Դուք հավանաբար լսել եք, ոմանք նույնիսկ տեսել են, թե ինչպես է Մայք Թայսոնը գծում Էվանդեր Խոլիֆիլդի ականջը։ Շատ հեռուստադիտողներ տեսել են, որ Մոսկովյան օլիմպիադայի ժամանակ հեծանվավազքի ավարտից հետո տեղի ունեցավ նմանատիպ դեպք։ Երկու մասնակից պարզապես գազազել էին և մեկը գծեց մի կտոր երկրորդից, իսկ երկրորդը առաջինից։ Անվանեք երկուսին էլ։ Դուք հավանաբար լսել եք, ոմանք նույնիսկ տեսել են, թե ինչպես է Մայք Թայսոնը գծում Էվանդեր Խոլիֆիլդի ականջը։ Շատ հեռուստադիտողներ տեսել են, որ Մոսկվայի օլիմպիադայի ժամանակ հեծանվավազքի ավարտից հետո տեղի ունեցավ նմանատիպ դեպք։ Երկու մասնակից պարզապես գազազել էին, և մեկը գծեց մի կտոր երկրորդից, իսկ երկրորդը առաջինից։ Անվանեք երկուսին էլ։ Տասվարկը։ Ժամանակ։ Այս անգամ սկսենք error 404-ից, խնդրեմ։ Համբույր շրթունքներից մեկը մյուսին գծելու։ Բավականին հետաքրքիր եւ
Շատ հետաքրքիր պատասխան էր։ Ենթադրում ենք, որ երկու հոգի է, մեկը ուխով, մեկը զուբով, արձգանունով։ Ձեր պատասխանն էլ ոչ պակաս այդ պատասխանից հետաքրքիր էր։ Դուք հավանաբար լսել եք, ոմանք նույնիսկ տեսել են, թե ինչպես է Մայք Թայսոնը գծում Էվանդեր Խոլիֆիլդի ականջը։ Շատ հեռուստադիտողներ տեսել են, որ Մոսկովյան Օլիմպիադայի ժամանակ հեծանվավազքի ավարտից հետո տեղի ունեցավ նմանատիպ դեպք։ Երկու մասնակից պարզապես գազազել էին եւ մեկը գծեց մի կտոր երկրորդից, իսկ երկրորդը առաջինից։ Անվանեք երկուսին էլ։ Մենք գիտեինք, թե դուք մուլտֆիլմերից շատ լավ եք հասկանում, բայց պարզվեց, որ ոչ։ Գայլն ու նապաստակը Դեսպասիր մուլտֆի հերոսները։ Մենք ճիշտ պատասխան չունենք։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, նկարով հարց։ Այս նկարը նկարված է 1915-17 թվականներին Մոսկվայի եղբայրական գերեզմանատանը։ Ասացեք, խնդրեմ, ովքեր են այստեղ ուղարկավորված։ Հարգելի գիտակներ, այս նկարը նկարված է 15-17 թվականին Մոսկվայի եղբայրական գերեզմանատանը։ Ասացեք, խնդրեմ, ովքեր են այստեղ ուղարկավորված։ Ովքեր են այստեղ ուղարկավորված։ Ժամանակ Error 404 սպասում է, ջրաբերդից ենք սկսում։ Օդաչուներ։ Այս նկարը նկարված է 15-17 թվականներին Մոսկվայի եղբայրական գերեզմանատանը։ Եվ այստեղ թաղված են օդաչուները, պտուտակները որպես խաչեր։ 4 3 Դուք չեք օգտվել, չէ՞ վետո իրավունք։ Ցանկացած դեպքում դուք այդ իրավունքը ունեք։ Գասպարյան Նարեկը վետո եմ։ Վետո։ Շատ լավ։ Խաղը լքում է Բալայան Արթուրը։ Հրանտ Սականյանն է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 4-3, ուշադրություն արս։ Արաբական ժողովրդական իմաստությունն ասում է. մի հավատա այն ամենին, ինչ տեսնում ես։ Չէ որ անգամ առաջին է, նույն տեսքն ունի ինչ երկրորդը։ Ինչ բառեր ենք փոխարինել առաջինով եւ երկրորդով։ Արաբական ժողովրդական իմաստությունն ասում է. մի հավատա այն ամենին, ինչ տեսնում ես։ Չէ որ անգամ առաջինը նույն տեսքն ունի ինչ երկրորդը։ Ինչ բառերն են փոխարինել առաջինով եւ երկրորդով։ Ունեք պատասխան։ Ժամանակն էլ ավարտվեց։ Սկսենք 404-ից։ 9 եւ 6 թվերը։ 9 եւ 6 թվերը։ Աղը եւ շաքարը։ Աղը եւ շաքարավազը։ Արաբական ժողովրդական իմաստությունն ասում է. մի հավատա այն ամենին, ինչ տեսնում ես, չէ որ անգամ առաջինը նույն տեսքն ունի ինչ երկրորդը։ Ինչ բառեր են փոխարինել առաջինով եւ երկրորդով։ Խոսքը աղի եւ շաքարավազի մասին է։ 5-3 բավականին հետաքրքիր եւ դիտարժան խաղում Ջրաբերդ եւ Error 404 թիմերի միջև 5-3 հաշվով հաղթեց Ջրաբերդ թիմը։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձր օրվաններքով։ Առողջույն։